2001 թվականի համեմատ 2011 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է մոտ 170,000-ով, իսկ մշտականներից էլ մոտ 400,000-ը մարդահամարի օրերին բացակայել էր հանրապետությունից։ Ու դեռ հարց է, այդ 400,000-ից որ մասն է բացակայում ժամանակավոր, որ մասը մշտական։ Իսկ 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնողների թիվը 95,000-ով գերազանցել է ժամանողների թվին։ Միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 21,100-ով կամ 28,6%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության վերջերս հրապարակած վերլուծությունը։ Պետական պաշտոնյաները արտագաղթի թվերի տարեցտարի մեծացման փաստը ընդունում են, սակայն մինչ օրս չեն կարողանում կամ չեն ցանկանում ասել, թե ինչ է պետք, որ կասեցվի արտագաղթը։ Իսկ թե ինչ են կարծում Հայաստանի քաղաքացիները, ինչպես կարելի է կասեցնել արտագաղթը, փորձեցինք պարզել մեր հարցախույզով։ Ինչպես կարելի է կասեցնել արտագաղթը։ Միայն պայմաններ ստեղծելով մեր երկրում, երիտասարդներին նորմալ պայմաններ ստեղծել։ Աշխատանքով ապահովել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ոնց կասեցնեն արտագաղթը։ Ուշ ընդվեկել այդ հարցերը։ Արդեն տռասը բացվել է, կանաչ լույս էլ կասեցնել հնարավոր չի։ Только остановить рабочие места, если люди будут работать. Только это. Հնարավոր չի։ Բացառում է։ Նման պայմաններում բացառում է։ Պետք է բարելավի կյանքը։ Միայն դա։ Իսկ մոտ ապագայում հնարավոր է։ Այո։ Թող մեր բոլոր հայերը մտածեն, որ կգա ժամանակ, որ մեր կյանքն կլավանա։ Ինչ իմանամ, ալան, այսօրվա դրությամբ իմ խելքս գլուխս չէ։